Տիկինը ծննդատանն աշխատել է համարյա 60 տարի, 65,000 դրամ թոշակ է ստանում։ Չեն աշխատել 37 են ստանում։ Մինիմումն են էլի ստանում։ 37,000 դրամը ինչ է։ Հետն էլ կանգնում են, ասում են մեր սպառողական զամբյուղը 38,000 դրամ, այսինքն 1000 դրամն է խնգարում, հա։ Դե 1000 դրամ էլ ավելացրեք էլի, որ սպառողական զամբյուղը վերջնականապես ասեք լուծել ենք այդ հարցը, բայց չեն լուծել։ Կամայականություն է։ Ճիշտ ասեմ, մեր ընկերը։ Ինչ աշխատավարձ ավելացնեմ, ինչ թոշակ ավելացնեմ։ Մի ասենք տղես 37,000 դրամ ստանեմ, ես մոտ 40-80 ստանում եմ, հաշվանդամ եմ։ Երկար տարի ծնվածօրվանից աշխատել եմ գյուղը։ Հիմա ես այդտեղ գործարանում աշխատել եմ 50 տարուց ավել։ Վթարի ենթարկվեցի։ Ինչ որ գումարներ, որ այդ պետության կողմից է ելել, անվճար բուժում, բայց դե այսօր կարամ, ասենք Երևան գնամ, այսքան պետք է վճարես, այնքան պետք է վճարես, որ ամեն ինչ շատ բարյատ լինի։ Անոմա գովորից գովորն եմ։ Աշխատատեղ չունեն, ժողովուրդը բան չկա։ Դրա համար վատա, հետո որ աշխատանք չկա, ստյան գնում են արտասահման կամ Ռուսաստան աշխատում են։ Աշխատատեղերը, որ ելներ, տնտեսությունն էլ լավ է կլներ։ Ինձ թվում է սահմանները բաց չտիգնի։ Ժողովուրդը մի ասացված կունի, եթե բացվեր, պետք է մեր ղեկավարությունը ոնց են ասում, ճիպոտը ձեռոցը բաց չթողնի։ Եթե բաց թողեց, ով դինչեր կատարվի։ Այս մեր ղեկավարությունը պետք է հնան ճարվել, ոնց որ ադրբեջանցիք են շարժվում։ Ու նոր կարգավորվեր ամեն ինչը։ 94 թվին դերես հարցերը լուծվի, բայց 94 թվին ոչ մի հարցեր չի լուծվել։ Այնա սա խնդիրը Հայաստանում եկել է։ Դատական կազմը, խայտառակությունը։ Սպանության մարդուն տնային կալանք է տալի։ Յո, այդ տովա հենց բան տեսած, նրան ցնա բանտարկությունը հասնում, դու նրան տնային կալանք ես տալի։ Նախապատրաստվող հանցագործությունների վերաբերյալ պետք է իրանք օպերատիվ գործեր կազմեն, սկսեն աշխատել։ Ինչի նրանք չգիտեին, որ այն գեղապետին որ խփեցին, նրա աղբորն էին խփել, նրանք էլ նրան վենդետա էլի այս բանի իտալական ձևով։ Չգիտեին որ տենց ալելու։ Ինչի՞ չէին նրանց վրա վերահսկողություն սահմանում։ Օպերատիվ վերահսկողություն։ Հա? Որովհետև նախարար չունենք, օպերատիվ աշխատանք չունենք։ Օպերատիվ աշխատանք։ Հիմա որ Աստված ոչանի, պատերազմը լի։ Այդ նախարարը զենքը վերաունելու իր զորքի առաջննի գնա կռվի։ Կգնա կռվելու։ Պատերազմ կգնա, ոնց որ այն անցած նախարարներն են ճիշտ է բան են, վարկաբեկված են, բայց Հայկ Հարությունյանը մեր հետ Լաչինում պոստի այլել անընդհատ Լաչինի միջանցքը միլիցիան էր պահում։ Հետո դրանից հետո Ստեփանակերտ եւ այլը, մենք ասում եմ նախարարներ ենք ունեցել, որ մեր հետ դուրս են եկել գնացել պատերազմ։ Նոյեմբերյանում էլ նույնը Սարգսյան Տիգրանը, ըտի մենք բան ունենք, զամմինիստրը ունենք, Հունանյան եւ այլը, սա գալիս էին ըտի։ Այդ մարդիկ մեր հետ որ ուրիշ բան չլի, հոգեբանական բան է էլի, պատերժկա, աջակցությունը։ Դու տենում ես, որ քու մինիստրը կամ մինիստրի տեղակալը քու հետ խրամատում կռվում է։ Դու չես կարա արդեն ըտի փախ չես էլի։ Ուզած չուզած պետք է կանգնես կռվես։ Նալատ կարած քանդում են։ Ինչ, պատրուլն ինչն է։ Ես միլիցիայի դպրոց սովորել եմ, մարքսիզմ լենինիզմի համալսարան սովորել եմ, Դնեպրոպետրովսկ 2 տարի վերապատրաստման եմ ել ակադեմիայում MVD-ի եւ այլը։ Ես դեռ միլիցիա չեմ դառել, մինչև սորել։ Նրանք 6 ամսում գնում են քննություն են տալի կոմպյուտերի առաջին, դառնում են պատրուլ, միլիցեք։ Նա ինչ հասկանում, գնում ես դեպք հալում, գնում են տենում Շամշանն իրանցից շուտ ընդի դեպքի վայրում նա ինչ գործ ունի, դեպքի վայրը լենտերը քաշածավոր, բացի քննիչին ընդի մտնելու ոչ մեկն իրավունք չունի։
Շամշանն ընդի նկարահան մասարանն անխոսացնում, ասեք, այս ինչ էլ է, ինչ էլ է, ինչ է, ակո ինչ գործն է։ Դու հետո, քննիչից հետո իրանք ունես մտնես, ընդի դու էլ քո եզրակացություններն անես։ Ոչ թե մտնես ու սկսես դու քո եզրակացություններ այս գլխից անելը։ Դեռ լա քննիչը իր բանը չի ասե, կամ մասնագետները իրանց եզրակացությունը չեն տվել, դու արդեն դի քո հարցերը լուծում ես։ Դու ոնց ուզում ես նենց էլ մեկնաբանում ես։ Հետո